Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-ին նվիրված Արցախի հանրային հեռուստաընկերության բացառիկ հարցազրույցների շարքից մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պարոն Օհանյան, նախ Արցախի Հանրապետության կայացման 20-ամյա ժամանակահատվածքի ամենաառանցքային դրվագը ձեզ համար։ Ամենաառանցքային դրվագը հենց 91 թվականի սեպտեմբերի 2-ի այն լուրն էր, որ մենք ստացանք եւ այդ ժամանակ ես սպայի եւ որպես գումարտակի հրամանատար ծառայում էի Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտորաձգային գնդում։ Իհարկե զգացմունքները շատ խորհրդանշական էին, որովհետեւ քո աչքի առաջ պայքարի արդյունքը դու տեսնում ես եւ տեսնում ես թե ժողովրդական ընդհանուր այսպես ցանկությունների շրջանակներում ձեռք է բերում մեր արցախյան հատվածը, անկախություն, պետականություն, այն ինչի համար ժողովուրդը պայքարել էր։ Իսկ կայացման այդ ամբողջ ընթացքը քանի էտապի կբաժանեիք։ Մի քանի էտապներ են իհարկե։ Առաջին էտապը հենց պայքարն է, որը որ ավարտվեց անկախության այդ հռչակմամբ, դա երևի 88-ից մինչև 91 թիվը։ Այնուհետև մեզ պարտադրված պատերազմի ողջ ընթացքը եւ դրանում տարած հաղթանակը մինչև 94 թվականի մայիսի 12-ը յետ պատերազմյան տարիները կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինը այն խոշոր աշխատանքն է, որը որ ծավալվեց պատերազմի հետևանքները վերացնելու ուղղությամբ 94 թվականից երևի թե մինչև 99 թվականը եւ 99 թվականից այնուհետև լայնամասշտաբ բարեփոխումներ, որը բերեց նրան, որ ոչ միայն ասենք տնտեսության մեջ մենք ունեցանք հաջողություններ, այլ նաեւ որպես հասարակություն Արցախը ձևավորվեց հայ ժողովրդի համար եւ նաեւ տարածաշրջանի համար որպես հասարակության օրինակելի կերպար ժողովրդավարությամբ եւ այն հատկանիշների այսպես հաստատման, որը որ արցախցու համար բնորոշ է, դա օրինականությունը, կատարողականությունը, ընդհանուր առմամբ իր գործին նվիրված լինելը, որն էլ նաև հիմք հանդիսացավ, որպեսզի միասին այսպես հասնել հաջողության։ Իսկ հասկանալի է, որ անցած ճանապարհը իմաստավորելու կարողությունը միայն կարող է երաշխավորել անցնելիք ճանապարհ, ինչ եք կարծում, սխալները շատ էին։ Յուրաքանչյուր անցումային փուլ իր մեջ պարունակում է ինչպես հաջողություններ, այնպես էլ սխալներ։ Ցավոք սրտի անցումային փուլում սխալները մի քիչ ավելի շատ են լինում, որովհետև երբ փոխվում է ղեկավարման այսպես ամբողջ ոճը, երբ մարդիկ են գալիս տարբեր պաշտոնների, իշխանության տարբեր թևերի ղեկավարման, որոնք ասենք իրենց ամբողջ կյանքով չեն անցել այն պաշտոնները, միջանկյալ պաշտոնները, որը որ պետք է մարդուն հասունացնի, բերի հասցնի ինչ որ աշխարհին, լինում են սխալներ։ Այդ սխալները եղել են նաև ինձ թվում է թե Արցախում, բայց ավելի շատ մենք հաջողություններ ենք ունեցել, որովհետև եթե չլինեին հաջողությունները, մենք չէինք ունենա այսօրվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ամբողջությամբ ձևավորված իշխանական բոլոր թևերով եւ նաեւ այդ իրավիճակը, որ այսօր կա։ Նույն Արցախի անկախության երաշխավորը հայոց բանակն է։ Դուք որ համակարգել եք նախ հայկական մեկ, ապա եւ մյուս հանրապետությունների նույն ոլորտը, ինչ գնահատական կտայիք մեր հայոց բանակին եւ ընդհանրապես ռազմաքաղաքական իրավիճակին։ Իհարկե, մեր անկախության ամենակարևոր երաշխիքներից մեկը դա հայկական բանակն է։ Եվ պետք է այստեղ կարևորել արցախյան թևի բանակը, պաշտպանության բանակը, որը հայկական զինված ուժերի ամենամեծ զորամիավորումն է եւ ամենակատարյալն է իր թե ղեկավարման, թե մարտական եւ թե նյութատեխնիկական ապահովման բոլոր կառույցներով, այսինքն զորամասերով եւ ստորաբաժանումներով եւ նա նաեւ կատարյալ է, որ ավելի արագ է իրականացնում իր բարեփոխումները եւ աշխարհի հզոր բանակների առաջատար չափանիշները ավելի արագ է ընդունում։
Եվ դա է պատճառը, որ նա այսօր ամենամարտունակն է եւ իր առջեւ դրված խնդիրները լիարժեք իրականացնում է։ Իհարկե հայոց բանակը դարերով երազած այն կառույցն է մեր ժողովրդի համար, որ այսօր երևի թե մեր պատմության ընթացքում միակ ժամանակահատվածներից մեկն է, որ այն ձևավորվել է եւ ոչ միայն ձևավորվել է, այլ իր մարտունակության, զինծառայողների եւ ստորաբաժանումների մարտական ոգու բարոյաքեբանական բարձր մակարդակով այն ապահովում է ուժերի հավասարակշռությունը մեր տարածաշրջանում եւ առանց որևիցե մի երրորդ ուժի արկայության իր խնդիրը հայ ժողովրդի անվտանգությունը, մեր սահմանների պաշտպանությունը այն իրականացնում է լիարժեք։ Այսօրվա իրականացվող բարեփոխումները մեր համար երկու այսպես երաշխիքներ են ապահովում։ Ազգային երաշխիքը դա մեր բանակի այսօրվա մարտունակ վիճակն է եւ մեր ժողովուրդն էլ տեսնում է, թե այսօր բանակում իհարկե արկա թերությունների հետ մեկտեղ այնուամենայնիվ այդ կառույցը իր առջև դրված խնդիրները իրականացնում է ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև ապահովում է երկրորդ երաշխիքը, դա միջազգային երաշխիքն է, որ մենք աշխարհի բոլոր բանակների հետ մեկտեղ մաս ենք կազմում ընդհանուր առմամբ անվտանգային համակարգի ձևավորման։ Մենք խաղաղապահ առաքելությամբ աշխարհի տարբեր մասերում մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողություններին եւ փորձը եւ նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականները ցույց են տալիս, որ ոչնչով պակաս չենք այլ բանակներից։ Ռազմաքաղաքական իրադրությունը իհարկե այսօր շատ բարդ է մեր տարածաշրջանում եւ մի կողմից այն կարելի ասել եւ փխրուն է եւ մյուս կողմից էլ մեր հանրապետության ղեկավարության ջանքերի շնորհիվ ապահովում է այսօրվա մեր ժողովրդի անվտանգության ապահովումը։ Սպառնալիքները շատ են, բայց Հայաստանի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հմուտ նախաձեռնողական գործողություններով մենք կարողանում ենք ռազմաքաղաքական այդ բալանսը պահպանել եւ ամեն ինչ արում է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն։ Մյուս կողմից էլ իհարկե բանակը իր մեծ դերակատարությունն ունի այսօրվա բանակում տիրող իրավիճակը, նրա մարտունակությունը եւ մանավանդ Արցախյան հատվածում ձևավորված ինժեներական կառույցները պարտադրում են մեր հարևաններին, որպեսզի նրանք այսպես զերծ մնան, այսպես ռազմական նկարտումներից, չնայած նրան, որ այդ ռազմական կոչերը հռետորաբանությունը անընդհատ շարունակվում է, որը մեզ ստիպում է, որպեսզի մենք մեր պարտականությունները ավելի լիարժեք կատարենք, ավելի անհրաժեշտության դեպքում նաև պատրաստ կանգնենք մեր հայրենիքը պաշտպանելու։ Դա շատ կարևոր է, որ հնչում են հենց ձեր կողմից հենց դրա մասին։ Հակառակորդը փաստորեն անընդհատ խոսում է իր այդ ներուժի ֆիզիկական բաղադրիչով, բայց արդյոք պատերազմը հաղթանակում են միայն դրանով։ Իհարկե ոչ, ռազմական հռետորաբանությունը այսօրվա այդ բյուջետային հիստերիան, որ տիրում է մեր հակառակորդի մոտ, սպառազինությունների մրցավազք ընդհանուր առմամբ քանակական առավելության հասնելը դա չի նշանակում նաև ունենալ որակական առավելություններ։ Մենք դա տեսել ենք եւ այսօր ես միշտ կրկնել եմ, որ երկրորդ անգամ պարտադրված իրավիճակում մենք չենք ուզում լինել։ Անհրաժեշտության դեպքում մենք մեր խնդիրները, մեր երկրի պաշտպանությունը արագ կազմակերպելու ենք այնպես, որպեսզի մեր ժողովուրդը ավելի անվտանգ պայմաններում լինի եւ դա մենք լիարժեք իրականացնենք։ Մենք լիահույս ենք լրիվ։ Եվ եթե կարելի է այսպեսի հարց, պարոն Օհանյան, այդ դուք միշտ եղել եք պաշտպանության համակարգում եւ ի տարբերություն մեր մյուս հայտնի լիդերների երբեք չեք տեղափոխվել քաղաքականություն։ Ինչու՞։ Նախ եւ առաջ ասեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը դա քաղաքական պաշտոն է։
բայց այնուամենայնիվ գտնում եմ, որ ես ղեկավարում եմ մի ոլորտ, որը ասենք ինձ ավելի հարազատ է, իմ մասնագիտությանը մոտ է, ես ամբողջ կյանքում եղել եմ զինվորական, իհարկե այսօր արդեն իսկ քաղաքացիական հաստիքով քաղաքացիական պաշտոնում, բայց ինձ հարազատ կառույց եմ ես այսօր ղեկավարում։ Այսօրվա բարեփոխումների շրջանակներում անչափ կարևոր է, որպեսզի մենք հետ չմնանք այլ բանակներից եւ քաղաքացիական պաշտոնի արկայությունը զինված ուժերում դա առաջին հերթին քաղաքացիական վերահսկողության արկայությունն է զինված ուժերի նկատմամբ եւ կապն է բանակի եւ հասարակության մեջ։ Մենք կարողացել ենք մեր նորօրյա պատմության ընթացքում հաղթանակի հասնել բանակի եւ ժողովրդի միասնության, որտեղ բանակն ու ժողովուրդը որտեղ միասնական են, նրանք անպարտելի են եւ պաշտպանության նախարարը այսօր այդ դերակատարությունն է իրականացնում զինված ուժերի եւ մեր հասարակության այսպես կապը պահպանելու եւ լավագույն ավանդույթները, լավագույն արժեքները բանակից հասարակություն եւ հասարակությունից բանակ տեղափոխելու համար։ Պաշտպանության նախարարը Հայաստանի ինչպիսի Արցախ է ուզում տեսնել եւս 20 տարի անց։ 20 տարի անց նախ եւ առաջ ես կուզեի, որ արդեն իսկ Արցախի հարցը լուծված լիներ, չնայած նրան, որ այսօր դե ֆակտո կարող ենք ասել, որ այդ հարցը մենք լուծել ենք, խաղաղ պայմաններում ես կուզեի Արցախը տեսնել զարգացած եւ յուրաքանչյուր բնակչի այսպես կյանքը անվտանգ եւ լիարժեք պայմաններում։ Շատ շնորհակալություն։ Մենք Արցախում շատ հանգիստ ու երաշխավորված ենք զգում։